Բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Այժմ շատ քչերն է հայտնի, որ աշխարհում առաջին կին դեսպանը եղել է հայուհի մեր հայրենակիցը։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է անվանի դիվանագետ, գրող եւ հրապարակախոս Դիանա Աբգարին։ Մեր հաղորդման հյուրերն են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միավորված ազգերի կազմակերպության բաժնի վարիչ, դեսպանորդ Տիկին Վարդուհի Ասատուրյանը եւ Գիտություն ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի գիտաշխատող, բանասիրական գիտությունների տեխնացու Արծվի Բախչինյանը։ Շնորհակալություն հարգելի բարեկամներ հաղորդման մասնակցելու համար։ Իսկ այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Դիանա Աբգարի կյանքին եւ գործունեությանը եւ կշարունակենք մեր հաղորդումը։ Աշխարհում առաջիկին դեսպան, գրող եւ հրապարակախոս Դիանա Աբգարը Անահիտ Աղաբեկյանը ծնվել է 1859 թվականի հոկտեմբերի 12-ին Բիրմայի մայրաքաղաք Ռանգունում։ Ընտանիքի 7-րդ զավակն էր։ Ծագումով նոր ջուղայեցի էր։ Նախնական կրթությունը ստացել է Կալքաթայում, որտեղ հայրը առևտրով էր զբաղվում։ Ամուսնանալով հոնկոնգցի առևտրական Միքայել Աբգարյանի հետ բնակության են տեղափոխվել Ճապոնիայի Կոբե քաղաք, ապա ամուսնումայից հետո հաստատվել Յոկոհամա քաղաքում, շարունակելով ընտանեկան գործը։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին եւ նրա տարիներին հանդես է եկել հայ ժողովրդին նվիրված դասախոսություններով, հոդվածներով, անգլերեն հրատարակել բազմաթիվ գրքեր։ 1919 թվականին ընտրվել է Սիբիրի եւ Ծայրագույն Արևելքի հայերի համաժողովի պատվավոր նախագահ։ 1920 թվականին նշանակվել է Հայաստանի առաջին հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ եւ գլխավոր հյուպատոս Ծայրագույն Արևելքում, արտակարգ եւ լիազոր դեսպան Ճապոնիայում, որը դե ֆակտո ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը։ Մշտապես նյութական եւ իրավական աջակցություն է ցուցաբերել հայ գաղթականներին։ Նրա հովանավորությունն են վայելել նաեւ Սինգապուրի եւ Ինդոնեզիայի հայերը։ Ճապոնիայի 1923 թվականի մեծ երկրաշարժից հետո անգամ անտուն մնալով շարունակել է իր հայրենանվեր գործունեությունը։ Նամակագրություն է ունեցել մի շարք հայտնի գործիչների, այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վիլսոնի հետ։ Գևորգ Սուրենյանց ամենայն հայոց կաթողիկոսի կողմից 1926 թվականին արժանացել է հատուկ կոնդակի։ Մահացել է 1937 թվականի հուլիսի 8-ին Յոկոհամայում։ Նրա աճյուն ամփոփվել է տեղի օտարերկրացիների գերեզմանատանը, ամուսնու Շիրիմի կողքին։ Դիանա Աբգարը տիրապետել է պարսկերեն, անգլերեն, հինդի, ճապոներեն ու չինարեն լեզուներին։ Գրել է բանաստեղծություններ եւ վեպեր, որոնք լույս են տեսել նաեւ եվրոպական ու ամերիկյան մամուլում։ 1001 պատմությունների գրքից պատմվածքներ Հայաստանի ու նրա ժողովրդի մասին ժողովածուն շարադրել է հայ գաղթականների վկայությունների հիման վրա։ Իր ընտանիքի եւ գաղթականների համար եղել է նվիրված մայր։ Ողջ կյանքի ընթացքում Դիանա Աբգարը միշտ սերտ կապ է պահպանել հայրենիքի հետ, որտեղ այդպես էլ չկարողացավ լինել։ Պարոն Բախչինյան, ցավոք ժամանակի հեռավորությունից այնպես է ստացվել, գուցե նաև օբյեկտիվ առումով կամ սուբյեկտիվ, որ Դիանա Աբգարի անվանը շատ քչերն են ծանոթ կամ լսել, միգուցե ընդհանրապես չեն լսել, մինչդեռ նա այն տարիներին շուրջ 90 տարի, 100 տարի առաջ ապրելով իր պատմական հայրենիքից հեռու եւ ոչ մի անգամ չլինելով Հայաստանում, իր ողջ կյանքը անմնացորդ նվիրեց իր ժողովրդին ծառայելուն, հայությանը եւ մեր պատմության մեջ նաեւ մնան հեկ թողեց որպես հայրենասեր, հայրենանվեր հայուհի։ Ձեզ որպես նաեւ Դիանա Աբգարի կյանքի եւ գործունեությանը նվիրված արդեն մեր հերոստատիտողներին տեղեկացնեմ, խնդրում եմ ցույց կտակ այդ գրքի կազմող եւ խմբագիր, խնդրում եմ տալ ընդհանուր գնահատական Դիանա Աբգարի կերպարին։ Այո, ճիշտ եք, ուրեմն Դիանա Աբգարը մեր պատմության մեջ մի կարող եմ ասել կղզի է, օազիս է, այն առումով, որ իր գործունեությամբ, իր անձով նա բացառիկ է եղել։ Սկսած իր բնակավայրից, մեզ համար այնքան հեռու եւ այնքան էկզոտիկ Ճապոնիան։ Սկսած այն, որ 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին կանայք ակտիվ չէին հանրային գործունեության մեջ, իսկ ահա այս կինը առավել եւս Ճապոնիայում։ Առավել եւս այո։ Ինչպես է կարողացել մեկ կին այդքան բազմածավալ գործունեություն ունենալ հանուն իր ժողովրդի եւ
վերջին տարիներին բարեբախտաբար մեծ հետաքրքրություն է սկսվել նրա անձի եւ գործի հանդեպ, ինչպես Հայաստանում, այնպես էլ դրսում, Ճապոնիայում եւ Միացյալ Նահանգներում, որտեղ իդե բնակվում են նրա ժառանգները, որովհետեւ շատ հմայիչ կերպար է, այսօր էլ շատ ուսանելի կերպար է եւ մենք մեր անցյալի արժեքները վերագնահատելիս կարիք ունենք նաեւ այսպիսի անձնավորությունների, որովհետեւ ես միշտ կատակով ասում եմ, որ մեր պատմությունը մորուքավոր պատմություն է, այնքան քիչ են կին գործիչները, բայց եղածներն էլ այնքան հետաքրքրական են։ Ոստիև վերջին տարիներին նրա մասին բազմաթիվ հրապարակումներ են լինում եւ մի մասն էլ եղավ մեր կողմից 5 տարի առաջ ուրեմն նոր ջուղայում լույս տեսավ այս ժողովածուն, որտեղ ընդգրկված են նրա անգլերեն աշխատություններից։ Նոր ջուղայում ասենք նրա պատմական հայրենիքում այսպես ասած, նախնիների ծննդավայրում, այո, ծննդավայրում։ Այստեղ կա իմ ուրեմն հոդված ուսումնասիրությունը նրա անձի եւ գործի մասին, իր գրած հայերեն նամակները ուղղված Էջմիածնի կաթողիկոսարանին, նաեւ իր անգլերեն աշխատություններից հատվածներ թարգմանված, որ այսօր էլ պատմաբանին, հրապարակախոսին, միջազգայնագետին շատ օգտակար կարող է լինել։ Հայ դատի քարոզչական աշխատանքներով զբաղվողի համար նաեւ կարևոր նյութ են։ Անշուշտ մենք այս կնոջ այսօր մեր հարգանքի տուրքը պիտի մատուցենք նաև որպես գործնական մարդասիրության մի վառ օրինակ, որը կարողացավ հայերի համար այդ դժվարին ժամանակներում ցեղասպանությունից հետո օգնության ձեռք մեկնել եւ անվարձահատույց կերպով աչակցել Ճապոնիայում հայտնված բազմաթիվ հայրենակիցների, ովքեր գնում էին Միացյալ Նահանգներ։ Տիկին Ասատուրյան, ժամանակակիցների վկայությամբ Դիանա Աբգարը եղել է նախ առաջներթին մտավոր եւ քաղաքականապես բավականին ժամանակի համար բավականին զարգացած անձնավորություն եւ մյուս կողմից նաեւ որպես կին, որպես դիվանագետ այնքան տպավորիչ եւ հմայիչ արտաքին է ունեցել, որ երբ նա ասում են ցանկացած դիվանագիտական ընդունելությունների կամ միջոցառումների, երբ որ ներկա է լինում կամ մտնում էր այդ դալիճները, բոլորը ակամայից պատկառանքով ոտքի են կանգնում։ Այ որպես կին դիվանագետ ձեր գնահատականը այդ առումով։ Ամենից առաջ ես ուզում եմ խոստովանել, որ ինքս էլ ոչ շատ վաղուց եմ իմացել Դիանա Աբգարի մասին, որպես առաջին հայ կին դիվանագետ եւ ճիշտ ասած եւ հիացա եւ հպարտացա, որ նման կին դիվանագետ ենք ունեցել, որը հայրենիքից այդքան հեռու գտնվելով կարողացել է ամբողջությամբ իրեն նվիրել իր ժողովրդին, միևնույն ժամանակ լինել մայր, լինել ընտանիքի, ինչպես ասած, սյունը եւ նաեւ լինել հասցնել այդքան լինել ուսյալ, կրթված այն ժամանակների համար, ինչ որ կանանց համար գրեթե անմատչելի էր։ Ինչ վերաբերվում է նրա հմայքին, որպես կնոջ հմայքի, ես կասեի, որ կին դիվանագետները այդ առավելությունն ունեն, շատ լավ գիտակցում են եւ միշտ էլ աշխատում են դա հնարավորինս օգտագործել։ Դա եւս մեկ դրական նշան է, որը հնարավորություն է տալիս, եթե ինչ-որ խնդիրներ կան լուծելու, դիմացինի հետ բանակցելու ժամանակ օգտագործել, կանանց մի քիչ ավելի դժվար է ոչ ասել երևի թե տղամարդկանց համար, քան տղամարդը տղամարդուն կասի։ Բարեբախտաբար մեր հայրենակցուհու արդեն տեսքը ինքնին արդեն պատկառանք է ներշնչում, տպավորիչ է։ Այո, եւ դա բնականաբար ի թիվս այլ բարեմասնությունների իհարկե նշանակություն ունի եւ բոլոր կին դիվանագետները դա լավ գիտեն։ Հաղթական զենքն է եղել։ Չեմ կարծում միայն դա է զենքը, անշուշտ շատ լեզուներ խոսելը։ Այո, առաջին հերթին իհարկե ուսյալ լինելը, բայց իլերումն անշուշտ հմայքը մեծ նշանակություն ունի։ Պարոն Բաղչինյան, արդեն ակնարկեցիք նրա գրքերը, մի շարք կարծեմ
տասնյակի հասնող գրքերի հեղինակ է, ընդ որում դրանք բոլորը հրատարակվել են կամ մեծ մասը հրատարակվել են կարծեմ անգլերեն եւ գուցե արդի պատմագիտական տեսանկյունից գուցե հնացած լինեն, սակայն այն ժամանակ քաղաքական եւ քարոզչական առումով մանավանդ հայ դատի հետապնդման հայության հիմնախնդիրների միջազգային ասպարեզում հետապնդման առումով իրենց որոշակի դերակատարություն են ունեցել եւ ամենևին պատական չպետք է համարել, որ ժամանակի թե ճապոնական, թե եվրոպական, ամերիկյան մամուլը միաբերան բարձր կարծիք են արտահայտել նրա այդ աշխատություններին։ Ճիշտ է։ Իդեպ, այո, 10-ից ավելի են եւ որ ասում ենք գիրք, դրանք մեծ հատորներ չպետք է պատկերացնենք։ Գրքույկներ։ Դրանք այո, փոքր գրքույկներ են, մի մասն նույնիսկ այսպես պամֆլետներ էին, որոնք այսպես փոքր տիրաժով, տպաքանակով քարոզչական նպատակներով, այո, եւ ինքը իր ծախսերով ուղարկում էր աշխարհի տարբեր մեծամեծների, այսինքն այդ ամենը իր ծախսերով նա հրատարակել եւ իր ծախսերով տարածել աշխարհով մեկ։ Այո, բարեբախտաբար նա մինչև գրական եւ հրապարակախոսական գործունեության զբաղվելը եղել է գործարար կին, այս էլ բացառիկ մի բան է, որ այն ժամանակներում մենք ունեցել ենք մի հայ business woman, որը հաջողապես հարստացել է իր այդ ունակությունների շնորհիվ, բայց տեսնելով, որ իր ժողովուրդը ինչ օրի է, ուրեմն գրիչ է վերցրել ձեռքը եւ փորձել է այդ կերպ օգտակար լինել եւ սկսած 1910 թվականից, երբ որ Ադանայի կոտորածը եղավ Օսմանյան կայսրությունում, նա հասկացավ, որ պետք է ճշմարտության խոսքը հասանելի դարձնել պետականություն չունեցող իր ժողովրդի ձայնը այս մեծ աշխարհում, ուրեմն ինչպես մամուլի միջոցով չկար ինտերնետ, չկային այսօրվա լրատվամիջոցները եւ տպագիր արտադրանքը միակ ինֆորմացիայի միջոցներ չէ եւ այս կինը ահա թողած իր ընդարձակ վաճառատունը գրում է անգլերեն իր այդ գործերը, որոնցում այո, շատ բան գուցե հնացած լինեն, եթե այստեղ կարդում ենք որոշ ինչ-որ բաներ ենք տեսնում, որ բայց պետք է դիտարկենք տվյալ ժամանակաշրջանում։ Բայց այո, այդ եմ ասում, որ շատ դրական դեր են կատարել եւ երբեմն նույնիսկ ինքը այսպես մարգարեական գուշակություններ է արել։ Բացի այդ, կարդալով տարբեր լեզուներով մամուլ եւ գրականություն եւ նամակագրություն ունենալով աշխարհի տարբեր դեսպանների, պետական գործիչների, նույնիսկ թագավորների հետ, այս կինը լիովին տիրապետում էր միջազգային իրավիճակին, այսինքն նա գիտեր, խորապես գիտեր, ասենք Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, եվրոպական տերությունների ներքին եւ արտաքին քաղաքականության այդ բոլոր մանրամասները եւ նրանց դերակատարությունները հայկական հարցում։ Մի քանի վերնագիր կարդամ իր գրություններից ճշմարտությունը հայկական կոտորածների մասին։ Դա նրա գրքույկների վերնագրերն են։ Այո, դավաճանված Հայաստան, խաղաղության խնդիրը, ինչ է Գերմանիայի արտաքին գործերի նախարարն ասել եւ այլն։ Այսինքն մարդը միջազգայնագետ էր այսօրվա ներկա տերմինով բնորոշենք միջազգայնագետ տերմինով, այո։ Եվ զարմանում ես, որ ասենք այն ժամանակ ինքը ինչպիսի ճիշտ գնահատականներ է կարողացել տալ, նույն այս Ադանայի ջարդերի վերաբերյալ, որ մինչև այսօր էլ ասում են, թե դա արդյոք երիտ թուրքերի կազմակերպված էր, չէ՞ որ հայերը եւ թուրքերը կարծես Օսմանյան համերաշխության ինչ-որ փորձեր կային։ Կապալումից հետո եղբայրացել էին, բայց դրան անմիջապես հետևեց Ադանայի հայերի կոտորածը եւ ինքը ցույց է տալիս, որ այո, սա հենց այս նույն երիտ թուրքերի կատարածն է, որոնք Աբդուլ Համիդից ոչինչով չեն տարբերվում։ Իհարկե մկայություններ կան, որ նա դրական դեր է ունեցել Ճապոնիայում հայերի հանդեպ եւ հայկական հարցի հանդեպ հանրային կարծիքի նպաստավոր այո ստեղծման համար մի քանի օրինակ կարող եմ բերել, որ 20-ականների սկզբին, երբ որ սկսել են նպաստամատույց ընկերություններ ստեղծվել ծայրագույն արևելքի երկրներում, Ճապոնիայում նույնպես ստեղծվել են եւ ինչ որ հանգանակություններ են կատարվել հոգուտ հայ որբերի եւ այրիների եւ կամ շատ հետաքրքիր մի վկայություն է ինձ հասել, որ
ճապոնացի մի գործիչ 19 թվականին եկել է Ստամբուլ եւ ասում է, որ շատ բան լսեցի եւ պետք է ձեզ խորհուրդ տամ, որ խառը ազգաբնակություն ունեցող երկրներում պետք է հաշվի առնել բոլոր ազգությունների հետ։ Սա փաստորեն ոչ անմիջականորեն թերևս Դիանա Աբգարի գործունեության շնորհիվ էր նաև։ Դե պատկերացնենք, որ այդ ամենը ընդհանրապես կատարել է մեկ կին իր փխրուն ուսերով, եւ եթե այդպես նրա նման տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցները մանավանդ տղամարդիկ էլ այդ Աբգարից օրինակ վերցնեն եւ նման ակտիվ գործունեություն ծավալեին, մասնավորապես հայդատի ուղղությամբ տարվող աշխատանքների ավելի արդյունավետ կլինեին։ Տիկին Ասատուրյան, դուք արդեն ասեցիք ձեր խոսքի մեջ, որ Դիանա Աբգարով առաջներթին իհարկե հիանում եւ հպարտանում ենք։ Ձեր միտքը շարունակելով եմ ուզում հարց ուղղել, փորձենք նրան համեմատության մեջ դնել, եթե կարելի է, այլազգի կին դիվանագետների հետ։ Եվ ինքս երբ որ փորձեցի նման բան կատարել, նախ դա դժվար գործ էր, ինչ առումով։ Ժամանակաշրջանը Եղեռներ եղել, Եղեռնից հետո Մայիսյան հերոսամարտեր առաջին հանրապետություն է ստեղծվել եւ հերրավոր Ճապոնիան, որտեղ գուցե միակ հայն էր իր ընտանիքով, ուրիշ հայրեր չկային, դեսպանատուն էր բացել, այսինքն ոչ թե բացել իր տունն էր, կարծեմ դեսպանատուն դարձրել, պետությունից թիկունքում չուներ իրեն նյութական, ֆինանսական միջոցներ ուղարկող պետություն, անձնակազմ, մենակ, այսինքն այդ ամենը։ Եվ այդ կտրվածքով, եթե համեմատենք այլազգի օտար այդ պետությունների կին դիվանագետների։ Ես չեմ կարող ասել այս պահին ոչ մեկին չեմ հիշի որ այդ ժամանակներում սրանից 100 տարի առաջ որևէ երկիր մեծ թե փոքր կին դիվանագետ ունենար, բայց այն անունները, որոնք հիմա ասենք իմ հիշողության մեջ առաջին հերթին գալիս են, դա խորհրդային շրջանի, ասենք այդ դեսպան Կալանտայն էր, որին բոլորը այդպես եւ ֆիլմեր են հանում եւ գրում են եւ միշտ հիշում մտաբերում են, բայց այո, իհարկե դարձյալ շատ շնորհալի եւ ուսյալ եւ բանիմաց կին է եղել, ինտելեկտուալ, բայց նրա թիկունքին եղել է հսկայական խորհրդային տերությունը, իսկ Դիանա Աբգարը դեսպանատանն Կոլոտայը միայնակ չի եղել աշխատող որպես։ Վստահաբար, տասնյակներով աշխատակիցներ են եղել, հսկայական Դիանա Աբգարը մենակ եղել։ Կազմակազմ է եղել, այո, դա համեմատելի չի ուղղակի։ Դիանա Աբգարի կերպարը նրանով է ավելի առանձնանում, որ նա իր սեփակ նա չի վարձատրվել այդ աշխատանքի համար, նա ոչ մի անձնական շահեր, այսինքն չի հետապնդել։ Դեռ անձնական միջոցներով այդ ամեն ինչը կատարել։ Չէ, ես նյութական շահը նկատի չունեի միայն, նաև բարոյական շահը, ինչ որ գնահատում, չգիտեմ, ճանաչողություն, որևէ բան, բացարձակապես առանձնացված չի եղել։ Առանձնապես այսօր ենք նրա մասին իմանում, երբևէ մինչ այդ անունը երբևէ չի հոլովել եւ նա բարձրացակապես անznազողությամբ արել է այն ինչի մասին հիմա պարոն Բաղջյանը շատ հետաքրքիր կերպով մեզ ներկայացրեց, այնպես որ ես կարծում եմ, որ նա պետք է օրինակ ծառայի մեզ համար այսօր թե կին թե տղամարդ նշանակություն չունի դիվանագետների համար, որոնք գործում են դրսում կամ ներսում, մեր քաղաքացիների համար որպես հայի կերպար, համար, այո, եւ օրինակ այն առումով, որ անպայման չէ, որ գնահատականը լինի անմիջապես այս օրերին, ասենք, թե այդպիսի ակնկալիքներով առաջնորդվել երևի իմաստ չունի։ Երկուսն համոզված են, որ Աբգարն է ժամանակին որևէ գնահատման ակնկալիք չի ունեցել։ Չէ, չի ունեցել, անշուշտ, ես ուզում եմ ասել, որ այսօրվա դիվանագետները նույնպես թերևս պետք չէ, որ ունենան անմիջական գնահատական, բայց ժամանակի հեռավորությունից ըստ երևույթին յուրաքանչյուրի գործունեությունը իր գնահատականը կստանա, կհիշվի
եւ կամ կմոռացվի, եթե այդպես է։ Դե դրա համար պետք է մնայուն գործ կատարեն Դիանա Աբգարի նման, որպեսզի չմոռացվի, այլ հակառակը հիշվի։ Ճիշտ այդպես։ Գործն է մնայուն։ Գործն է մարդուն է գործանողին է անմահ դարձնում։ Պարոն Բաղչինյան, արդեն գործունեությունից բավականին խոսեցիք, բայց որպես դիվանագետ Աբգարը Դիանա Աբգարի դերակատարությունը կարևոր է հայ-ճապոնական հարաբերությունների կայացման գործում, որ մինչև նա երևի մենք հայերով, չգիտեմ, Ճապոնիայում հայ ոտք դրած եղել է թե չէ, կամ հայ-ճապոնական ոչ թե հարաբերություններ կապերը չեն եղել, կամ առնչությունները չեն եղել, ամենայն դեպս նա հիմքն է դրել, սկզբնավորել է հետագա տարիների համար եւ երկրորդ արդեն Տիկին Ասատուրյանն ասաց նրա անշահախնդիր անվարձահայտույց այդ աշխատանքի գործունեության մասին, նա որպես իր ֆիրման, կարծեմ իր այդ ընկերությունը սեփական այդ բիզնեսի դարձրել էր թե դեսպանատուն եւ թե գաղթականների, հայ գաղթականների այդ ընդունելության տուն, նրանց այդ իրավական հազարումի այդ փաստաթղթերի ձևակերպում, հակուստ այդ հարցերն է լուծում։ Այդ երկու կատարվածքով ներկայացրել։ Ուրեմն անկախ նրանից Հայաստանի Հանրապետության կառավարությունը նրան կնշանակեր իբրև պատվավոր հյուվատոս Ճապոնիայում թե ոչ, նա իր այդ գործը կատարելու էր եւ գրելուց բացի իսկապես նա գործնականորեն ձեռք էր մեկնում այն հայերին, ովքեր Սիբիրով, ուրեմն բոլշևիկներից փախչում էին դեպի Չինաստան, հետո Ճապոնիա, այնտեղից Ամերիկա, որպեսզի միանան իրենց հարազատներին։ Եվ ինչպես ժամանակակիցներից մեկն է նշել, այդ հայերի համար Դիանա Աբգարի մի մեծ մխիթարություն է եղել, որովհետև տունուտեղից զրկված, հարազատներին կորցրած այդ դժբախտ միակույսը նա եղել երևի գաղթականների համար։ Օտար երկրում լեզվին անծանոթ, տեղական ավանդույթներին, օրենքներին անծանոթ։ Եվ ահա մի փառահեղ տիկին, որին անվանում են հեռավոր արևելքի հայ իշխանուհին, իր հովանու տակ է առում այս բոլոր մարդկանց, կերակրում, հագցնում, իդեպ հագցնում ասացի, տեսել եք այդ նկարը, որ ճապոնական կիմոնոներ են հագցրել վանեցի քույր ու եղբայր։ Դե հայկական տարած Ճապոնիան որտեղից պիտի ճարել գաղթականներին հագցնել, կարևորը որ ապահովել են նրանց։ Եվ ավելի, նույնիսկ կրթության հարցն է լուծել։ Ճիշտ է, ժամանակավոր էին նրանք Ճապոնիայում, բայց այս կինը մտածել նաև զավակների, այդ հայ ընտանիքների զավակներին կրթություն տալու վերաբերյալ եւ հետո նրանց համար շոքենավի տոմս էր գնում եւ ուղարկում էր Ամերիկա, նույնիսկ ճանապարհին էլ թերթեր էր տալիս, որ չձանձրանան եւ հայերեն լրագրերի ընթերցանությամբ զբաղվեն։ Այս աստիճան հոգատար անձնավորություն է եղել։ Մայրություն է արել նրանց մի խոսքով։ Բոլոր գաղթականների մայրություն է արել։ Շատ ճիշտ է, նրան ասել են հենց մայր, հայերի մայրը։ Եվ գոհունակությամբ նշեմ, ես որ իսկապես նրա անձի հանդեպ հետաքրքրություն կա եւ տարբեր ձևերով նա կներկայանա։ Ոչ միայն ասենք այս գիրքը, ոչ միայն Ամերիկայում պատրաստվում է մի անգլերեն մեծ գիրք Արա Ղազարյանցը պատմաբան, Ճապոնիայում մի հայ աղջիկ, որ այնտեղ սովորում է ճապոներեն, իր ուրեմն ատենախոսությունն է գրում նրա մասին, այսինքն Դիանա Աբգարի գործունեության վերաբերյալ հատուկ ճապոներեն դիսերտացիայի թեմա է դա։ Այո, այո։ Իր ծոռնուհին Միմի Մալայանը, որը ժառանգել է իր նախատատիկի այս ջերմությունը եւ հյուրընկալ եւ շռայլ նկարագիրը, հովանավորում է մի վավերագրական ֆիլմ իր նախատատիկի մասին, որ կարծում եք շատ հետաքրքրական կլինի։ Արդեն մեր հանրապետությունում եւ թե Սփյուռքում հետաքրքրությունը բավականին աճել է։ Ոչ միայն հայերի, այլև արծեցիկ նաեւ օտարների շրջանում։ Այո, այո։ Տիկին Ասատուրյան, ձեզ որպես արդեն մեր երրորդ հանրապետության դիվանագետ, Դիանա Աբգարը որպես մեր առաջին հանրապետության կին դիվանագետ։ Իմ համոզմամբ դուք արդեն այդ հարցին անդրադարձաք, ձեր կարծիքը ասեցիք, Դիանա Աբգարի կերպարը, այ արդեն շուրջ 90 տարի, արդեն հեսա 100 տարի, շուտով 100 տարի անցել, մեր ներկա հանրապետության կին դիվանագետների համար
այսքան որ գովում ենք, հպարտանում, հիանում։ Համոզված եմ, որ պետք է որ օրինակելի լինի։ Միանշանակ, իհարկե, օրինակելի է, ինչպես ասացի, նրա այդ անձնազոհությունը, նվիրվածությունը իսկապես շատ ուսանելի է բոլորիս համար, պետք է վստահ լինել, որ եթե հայ ժողովուրդը մինչ այսօր գոյություն ունի, երևի թե նման նվիրյալների շնորհիվ։ Եվ առանց դրա թերևս եթե որևէ գործի մեջ ինչ որ զգացմունքներ չկան, դժվար է ինչ որ հաջողության հասնել։ Եթե դա միայն զուտ հաշվարկ է, բայց հավատք չկա մեջը, հաջողության դժվար է հասնել։ Եվ կարծում եմ, որ Դիանա Աբգարի կերպարը օրինակելի է ոչ միայն կին դիվանագետների համար, նաև տղամարդկանց համար, որովհետև մեզանում կան այդպիսիները, որոնք մինչ այսօր նույնիսկ արդի ժամանակներում կարծում են, որ կինը պետք է միայն տանը նստի, երեխաներ ունենա, ընտանիքին հսկի, չգիտեմ, խնամի եւ մեծացնի եւ այլն, բայց Դիանա Աբգարի օրինակը ցույց է տալիս, որ նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն ինչը շատ ավելի դժվար մատչելի էր եւ ուսում ստանալը կնոջ համար եւ կարողանալ համատեղել եւ գործարարությունը հաջողությամբ առաջ տանել, ցույց է տալիս, որ կանանց ներուժը բավականին մեծ է եւ ճիշտ կլինի, եթե այդ ներուժը ավելի շատ օգտագործվի։ Հարգելի բարեկամներ, հաղորդումը ցանկանում եմ ավարտել Դիանա Աբգարի կյանքը ուսումնասիրած ճապոնացի գիտնական Հիդեհարու Նակաջիմայի հետևյալ խոսքերով։ Դիանա Աբգարը 46 տարի ապրելով հեռավոր Ճապոնիայում միակ հայ կինն էր, ով լիովին տիրապետում էր միջազգային իրավիճակին։ Նա փորձում էր ամեն կերպով օգտակար լինել ազգակիցներին ու Հայաստանին, որտեղ ի դեպ երբեք չէր եղել, եւ դա նրան հաջողվեց։ Հարգելի բարեկամներ, մեկ անգամ եւս շնորհակալություն հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար։ Հարգելի ռադիոդիտողներ, հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր աշխարհում առաջին կին դեսպան, գրող, հրապարակախոս, իր ողջ կյանքը անմնացորդ հայությանը նվիրած Դիանա Աբգարին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։